Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Իրանագետ Էդվարդ Բերուջանյանն է։ Բարև ձեզ, պարոն Բերուջանյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Բերուջանյան, եւ այսպես ըստ Միացյալ Նահանգների հրադադար է հաստատվել Իրանի եւ Իսրայելի միջև։ Նախ սկսենք դրանից, թե որքանով է իրագործելի այս հրադադարը, որքանով կողմերը կարողացան հասնել իրենց նպատակներին եւ արդյոք այդ նպատակները իրագործված են, հրադադարը կայուն, որը չի բերելու էլի ապագայում իրավիճակի լարման։ Ինչպես գիտենք, 3 ԱՄՆ հարձակումներ իրականացրեց Իրանի միջուկային օբյեկտների դեմ եւ կարծես Թրամփի հայտարարություններից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն իր ռազմական գործողությունը հաջողությամբ է ավարտել, բայց իրանական կողմը նշեց, որ իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումը նախատեսելի էր եւ իրենք այնտեղից կարևոր մասերը դուրս էին բերել եւ եթե փորձենք ընդհանուր օբյեկտիվ վերլուծություն անել, ապա կարծում եմ, որ ենթակառուցվածքային առումով ԱՄՆ-ն շատ ծանր հարված է հասցրել, քանի որ գիտենք այդ ռումբերի հզորության չափը եւ կարծում եմ, որ հենց այդ միջուկային օբյեկտները մասնավորապես Ֆորդոն ենթակառուցվածքային առումով շատ մեծ վնասներ է կրել, բայց եթե ինչ-որ հարստացված ուրան կար, ապա կարծում եմ, որ իրանական կողմը նախորդ դուրս էր հանել։ Այս առումով երկու կողմը իրենց տվյալ պահի իրականացրել են, բայց եթե ընդհանուր խոսենք, ապա կարծում եմ, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն ամեն դեպքում հասել են իրենց կարևոր ռազմավարական նշանակության թիրախների հարվածելու եւ թիրախները ոչնչացնելու այս գործողություններին եւ քանի որ երեք էլ Իրանը հարձակում իրականացրեց ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա կատարում եւ նշում էր, որ իրանական կողմը նախորդ զգուշացրել էր եւ եթե նախորդ զգուշացվել էր, ապա պարզ է, որ այնտեղ նաեւ ամերիկացիները դրա մասին կիմանային եւ կհանեին իրենց կարևոր ռազմատեխնիկան այդ ընտեղի զինվորականներին եւ նախորդ պատրաստ կլինեին Իրանի հարվածին եւ այդպես էլ կար շատ մեծ վնաս չէր կրել եւ սա պատճառացավ, որ Թրամփը արդեն հայտարարի, որ իրենք իրենց նպատակներին հասել են եւ այժմ խաղաղության ժամանակն է, բայց հրադադարի իրագործման եւ կայուն հրադադար լինելուն կնպաստի նաեւ այն, թե արդյոք Իսրայելը եւ Իրանը պատրաստ կլինեն հաջորդիվ նույնպես պահպանելու այս կայունությունը։ Կարծում եմ, որ իրանական կողմը ամեն դեպքում ծանր վնասներ էր կրել եւ սա ժամանակ է եւ ինչպես նաեւ հնարավորություն է, որպեսզի վերականգնվի։ Իսրայելական կողմում էլ կան դժգոհություններ, քանի որ իսրայելցիները կարծում էին, որ մինչև հրադադարի հաստատումը Իրանում պետք է ել ավելի մեծ փոփոխություններ տեղի ունենան, մասնավորապես խոսում է նաև ռեժիմի փոփոխության մասին, բայց եթե զուտ ռազմական տեսանկյունից նայենք, կարծում եմ, որ Իսրայելը ամեն դեպքում հասել է իր նպատակներին եւ այս պահին, եթե համեմատության մեջ տնենք, ապա հենց այդ հանկարծակի հարձակումը Իսրայելին օգնեց, որպեսզի Իրանում իր թիրախները հնարավորինս հարվածվեն։ Պարոն Բերուջանյան, եթե ածանցվենք այն կանխավարկածից, որ Իրանը հարստացված ուրանը դուրս էր բերել վաղօրոք, ապա կռվանը շարունակում է ուրեմն գոյություն ունենալ։
նույն կողմերը նշում են, որ հենց իսրայելական կողմերը նշում են, որ այստեղ մենք վարական նշանակության ինչ-որ հաջողություններ գրանցեցինք, բայց քանի որ դեռ մտադրություն կա եւ եթե Իրանը ցանկություն ունենա շարունակելու իր միջուկային ծրագիրը, ապա քանի որ չկա փոփոխություն համակարգի առումով, ապա Իրանը ճիշտ է մի քանի տարի կարող է հետ ընկել, բայց ցանկության դեպքում նորից կարող է ենթակառուցվածքներ կառուցել եւ արդեն շարունակել իր միջուկային ծրագիրը, բայց մյուս կողմից էլ արդեն պարզ է դարձել, որ այս ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները ամեն դեպքում նույնը չէին, ինչ 2015 թվականի միջուկային բանակցություններն էին, 10 տարի անց, այսինքն այս տարի կարծում եմ, որ իրանական կողմը ուներ այնքան հարստացված ուրան, որպեսզի նաեւ այն 90 աստիճանից 90% հարստացումից վերև հաներ եւ նույնիսկ արդեն միջուկային զենքի վտանգ ստեղծվեր, բայց եթե ընդհանուր նայենք նաեւ ՄԱԳԱՏԵ-ի քարտուղարը, գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ իրենք երբեք չեն ասել, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում, սակայն հենց այդ վտանգը, որ Իրանը հնարավորություն ունի միջուկային զենք ստեղծելու, Իսրայելի եւ ԱՄՆ-ի ստիպեց, որպեսզի ռազմական գործողություններ անեն եւ միջուկային ծրագիրը խափանելուց հետո Իրանին ստիպեն, որպեսզի գա բանակցային դաշտ եւ ել ավելի զիջումային միջոցով փորձեն Իրանին նոր համաձայնագիր պարտադրել եւ կարծում եմ, որ ինչ-որ չափով սա կարող է իրագործելի լինել եւ այդ զսպող մեխանիզմները եթե մշակվի, ապա ԱՄՆ-ն եւ Արևմուտքը կարող են Իրանի հետ համաձայնության գալ ներկայացում եւ համաձայնության գալ իրենց ցանկությունները եւ իրենց պարտադրանքները հենց առելով համաձայնագրի մեջ։ Եթե Իրանի ռեգիոնալ կշիռը նվազում է, ապա Հարավային Կովկասում ինչ փոփոխությունների դա կարող է բերել, ինչն է ավելի հնարավոր կամ հավանական։ Հարավային Կովկասում Իրանի դերը ամեն դեպքում շատ կարևոր է, հաշվի առնելով նաև տնտեսական, ռազմաքաղաքական ակտիվությունը, բայց այստեղ նաև նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ պետք է հաշվի նստել, որտեղ Հարավային Կովկասում բացի Իրանից նաև շատ մեծ տերություններ են հետաքրքրված, մասնավորապես Չինաստանը իր միջին միջանցքի այլընտրանքային երթուղին դիտարկում է նաև Հարավային Կովկասով անցնող ճանապարհով եւ եթե Հարավային Կովկասում նոր էսկալացիաներ հրահրվեն, կարծում եմ, որ պետք է հաշվի առնել նաև նոր աշխարհակարգում տնտեսական շահերը եւ ամեն դեպքում Իրան-Իսրայել այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ իրանական կողմը մի շարք բացեր ունի ռազմական գործողություններ իրականացնելու առումով եւ հատկապես օդային ուժը, քանի որ հին ռազմատեխնիկաներ են, խնդիր կար եւ այդ խնդիրը բացահայտ զգացվեց, դրա մասին նաև խոսում են իրանցիները եւ Իսրայելը ցույց տվեց, որ իրենք ցանկության դեպքում նաև հնարավորություն ունեն Իրանի օդային տարածք մտնելու։ Կարծում եմ, որ սա ամեն դեպքում հեղինակությունը նվազեցրել է Իրանի, բայց եթե արդեն հենց ցամաքային պատերազմի կամ ռազմական գործողությունների մասին խոսենք, ապա այստեղ իրավիճակը այլ է, օդում հնարավոր է եւ այդպես էլ կա, որ Իսրայելը ուժեղ է, բայց ցամաքային պատերազմի ժամանակ թե Իրանի զորքերի մեծականակ լինելը եւ թե ռազմատեխնիկայի առումով Իրանը այստեղ ավելի լավ վիճակում է եւ եթե Հարավային Կովկասում ինչ-որ խնդիրներ լինեն, եթե նույնիսկ կարիք լինի Իրանի ակտիվությանը, ապա
իրավիճակը կարծում եմ մեր դեպքում այլ կլինի, բայց ես հակված չեմ այն մտքին, որ Հարավային Կովկասում այս պահին ինչ-որ ռազմական էսկալացիայի կամ ինչ-որ փոփոխությունների վտանգ կա։ Շատ լավ, խոսենք նաև 3 գումարած 3 ձևաչափի մասին, արդյոք Իրանի թուլացումը կարող է խթանել այս ձևաչափի կենսունակությունը, թե այն կդառնա արդեն անհնարին, որովհետև տեղի ունեցածը բերել է նաև տարածաշրջանային մրցակցության, չէ՞, մեծ աճի։ Իրականում մենք պետք է հետևենք, թե Իրանում այս հրադադարից հետո արդյոք ինչ համաձայնություն ինչ համաձայնության կան կողմերը, արդյոք ինչ է ներառվելու համաձայնագրերի տեսքում, արդյոք լինելու այդպիսի համաձայնագիր թե չէ, եւ դրանից ելնելով կհասկանանք, թե արդեն տարածաշրջանում տեղի ունեցող այս իրողությունները եւ զարգացումները ինչպես կանրադառնան նաեւ տարբեր ձևաչափերի, ինչպես նշեցիք 3+3 ձևաչափի տրամաբանության վրա Այս պահին, քանի որ Իրանում լուրջ փոփոխություններ չկան, ապա արտաքին քաղաքականությունը կարծում եմ մնալու է նույնը տարածաշրջանի նկատմամբ։ Միակ խնդիրը, որ փոխվել է, դա արևմուտքի եւ այս միջուկային ծրագրի հետ կապված խնդիրն է, բայց Հարավային Կովկասում ընդհանուր ամբողջ մեր տարածաշրջանում կարծում եմ Իրանը փորձելու է նորից իր շահերը առաջ տանել եւ 3+3 ձևաչափից իրենք դժվար թե հրաժարվեն եւ կներկայացնեն, որ դա կարեւոր է եւ հաջորդիվ էլ կփորձեն չկա այժմ հայտարարություններ, բայց կարծում եմ, եթե ամեն ինչ հանդարտվի, ապա բնականon այդ արտաքին քաղաքականության ուղին կվերադառնա Իրանը եւ 3+3-ն էլ, ինչպես գիտենք, Թեհրանը հայտարարում է, որ իր ամենակարևոր այս ձևաչափերից մեկն է։ Իսկ մասնավորապես Հայաստան-Իրան անվտանգային սահմանային կայունության առումով գործակցությունը այս իրավիճակում ինչ է լինում։ Այստեղ կարծում եմ փոփոխություն չի լինի, քանի որ մեր սահմանների մոտ այնպիսի իրավիճակ չէր, որպեսզի մենք անհանգստանայինք, ընդհանուր Իրանում պատերազմական իրավիճակ եւ պատերազմը բնական է, որ նաեւ սպառնալիքներ է պարունակում մեր համար, ոչ միայն անվտանգային, նաեւ տնտեսական ակտիվության, զբոսաշրջության առումով Եթե պատերազմական իրավիճակ է քո հարևան երկրում, ապա նաև հետաքրքրությունը քո երկրի նկատմամբ նվազում է։ Այս առումով մեր համար կարևոր է, որպեսզի մեր հարևանները եւ այն հարևանները, ում հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ, կայունություն եւ խաղաղություն պահպանեն Եվ կարծում եմ, որ Իրանին այնպիսի վնաս չի հասցվել, որպեսզի Իրանը այս փուլում չկարողանա դուրս գալ այդ ծանր վնասների տակից, հակառակ կողմն էլ զգաց, որ սա այն հակառակորդը չէ, որ միջև այդ պատերազմել են իրենց հետ, եւ իրանք էլ զգացին, որ Իրանը այնուամենայնիվ այնպիսի հրթիռներ ունի, որոնք կարող են հարվածել եւ անցնել այդ հակաօդային պաշտպանությունը եւ այստեղ քանի որ չկա մի կողմի կապիտուլյացիա կարծում եմ որ երկու կողմն էլ այս հրադադարը ներկայացնելու է որպես պարտադրանք հակառակորդին եւ Իրանը արդեն կարծում եմ որ հանդես կա հայտարարություններով որ իրենց ռազմավարական նշանակության այս գործողությունները արել են եւ պարտադրել են Իսրայելին հրադադար, բայց ամեն դեպքում Իրանի այս ռազմական հեղինակությունը մի փոքր վնաս է հասցվել եւ այս առումով կարծում եմ որ դեռևս վերականգնման փուլ է հարկավոր որպեսզի Իրանը կարողանա վերարժևորել
վերադասավորել եւ փորձել հասկանալու թե որն էին բացերը, որպեսզի Իսրայելը կարող շատ ռազմական գործողություններ իրականացնել։ Եվ Իսրայելի մասով հաշվի առնելով նրա, այսպես ասենք, տարածաշրջանում ուժեղացող դիրքը, ինչպես կարող է դա ազդել Հայաստան-Ադրբեջան լարվածության վրա։ Կարծում եմ այստեղ նաև մեր արտաքին քաղաքականության ակտիվությունն է անհրաժեշտ։ Մենք պետք է հասկանանք, թե արդյոք Իրան-Իսրայել-Ադրբեջան այս համագործակցությունը շատ վատ է նաև Հայաստանի վրա, թե չէ, արդյոք հնարավորություն կա Իսրայելի հետ առանձին հարաբերություններ ունենալու, համագործակցություն ունենալու եւ այնպես համագործակցել, որպեսզի չվնասվի նաև Իրան-Հայաստան համագործակցությունը, հարաբերությունները։ Կարծում եմ, որ Իսրայել-Ադրբեջան այս համագործակցությունը նախ եւ առաջ վտանգավոր է Իրանի համար, հետո մեր համար եւ եթե մենք փորձենք այստեղ հասկանալու Իրանի դիրքորոշումը մեր եւ Իսրայելի համագործակցության նկատմամբ, կարծում եմ, որ մենք շատ մեծ խնդիրներ չենք ունենա, բայց ամեն դեպքում հենց այս Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը այնքան է խորացել, որը կարծես նաև խնդիր է առաջացնում մեզ համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Իրանագետ Էդվարդ Պերուջանյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։